Siz nasıl Karabağ'a girdiyseniz. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Եթերում իրական Թուրքիա նախագիծն է, բարև ձեզ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը պետք եղածից ավելի ծավալուն տեքստով ու ավելորդ ծանրակշիռ ձևակերպումներով հայտարարեց, թե Թուրքիայից Հայաստան ապրանք բերողներն այսուհետև կարող են թղթերում նշել, որ Թուրքիայից Հայաստան ապրանք են տանում։ Եվ սրա մասին 4 պարբերություն։ Առաջինը այսպիսի ձևակերպմամբ. 2022 թվականից ի վեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված վստահության, ամրապնդման, միջոցառումների շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական, նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ, որ հնարավորին չափ բարդ ու ճոխ երևա, բայց իրական բովանդակությունն այնն է, որ իդեպ նշված նույն տեքստում սահմանի բացման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հետո մի պարբերություն էլ տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման պատմական հնարավորության եւ Թուրքիայի ջանքերի մասին, երբ իրականությունն այն է, որ Փաշինյանի արած բոլոր քայլերից հետո սկսած Արցախից մինչև պատմական Հայաստան, իրական Հայաստան, Արարատ, Արագած, ցեղասպանության պատմությունը վերանայել ու ոչ մի թթու խոսք թուրքերին, սա այն է, ինչ ստանում է փոխարենը Հայաստանը։ Փաշինյանը իհարկե նախընտրական աջակցություն եւս ստանում է, թեկուզ նման հայտարարություններով։ Հավելին չկա, որովհետեւ նախ թուրքերը համոզված չեն, որ Փաշինյանը կարող է հաղթել սպասվող ընտրություններում, մյուս կողմից իսկ ինչու լինի, թուրքերի տեսանկյունից առանց այդ էլ ստացել են ավելին քան կարող էին տեսնել անգամ ամենավարդագույն երազում։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Զենգեզուր դահլիզի Էրդողանն ու Ալիևը պահանջում են, Փաշինյանն առաջարկում է, որ Թրամփի ուղին դառնա թուրքական միջին միջանցքի մասը։ Ortak koridor başta olmak üzere. Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի նոր 100-ամյակը Հայաստանի տարածքի հաշվին։ Türk Dünyası yüzyılı yapacağımızı söylemesi Cumhurbaşkanı Erdoğan'ın. Հայաստանի տարածքը կարևոր է ճիշտ Հորմուզի նեղուցի եւ Պանամայի ջրանցքի չափ, բայց հայերին պարտադրում են զիջումներ։ Zengezur koridorun ismini Trump koridoru diye boş boşuna koymadı. Փաշինյանի ամենաիրատեսական այլընտրանքը Բաքվում դիտարկում են Սամվել Կարապետյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Փաշինյանը en real alternativ ev dustaqlığında olan oligarx Samvel Karapetyan։ Եվ հարցազրույց այսօր Հեման Մամրաշ հայ-քրդական բարեկամություն կազմակերպության համանախագահ Թուրքիան օրեցօր թուլանում է եւ հենց այդ պատճառով սկսեց կարգավորման գործընթացներ ոչ միայն քրդերի, այլև հայերի հետ։ If the government of Armenia want to forget everything, I think it's not right way. Եվ այսպես Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի 100-ամյակը Հայաստանի տարածքի հաշվին թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում Թուրքիայի նախագահի ուղերձները, այնուհետև այդ ուղերձների բացատրությունը Էրդողանամերձ մեդիայի միջոցով հուշում են։ Թուրքիան փորձում է ամրապնդել դիրքերը նոր ձևավորվող աշխարհակարգում ու դառնալ ավելին, քան կա առաջին հերթին հաղթելով միջանցքային պատերազմներում։ Սրա առաջին քայլն Արցախի օկուպացիան էր, երկրորդը Պրահայում Փաշինյանի կողմից Արցախը պաշտոնապես ստանալը եւ երրորդը Վաշինգտոնում Փաշինյանի ստորագրությամբ Սյունիքով անխոչնդոտ միջանցք ստանալը։ Այս գործընթացի էйֆորիայում Թուրքիան նաեւ փորձում է միավորել թյուրքական աշխարհը, թյուրքական աշխարհի առաջնորդ դառնալ ու ավելին ռազմականացնել թյուրքական աշխարհը։ Հիմա այս ամենը Էրդողանի ձևակերպմամբ։ Yakın çevremizde yaşanan krizler Türk dünyasının dayanışma içinde hareket etmesinin stratejik değerini bir kez daha ortaya koydu. Մեր անմիջական հարևանությամբ ճգնաժամերը կրկին ցույց տվեցին թյուրքական աշխարհի համերաշխ գործելու ռազմավարական արժեքը։ Աշխարհակաղակական մարտահրավերների առաջ մենք պետք է ամրապնդենք մեր խորհրդակցական մեխանիզմները եւ գործողությունների համակարգումը։ Թյուրքական աշխարհի ինքնահռչակ առաջնորդ Էրդողանն այսքան նրբանկատորեն է խոսում, որովհետեւ շատ լավ հասկանում է իր վրա քաշած վերմակին այլ հավակնողներ կան։ Եվ առաջին հերթին Ղազախստանը, որը հյուրընկալել էր այս ոչ պաշտոնական սամիթը։ Թյուրքական աշխարհի միավորումը իհարկե անհնար է առանց Հայաստանի տարածքի, որովհետև Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի ուղիղ մեջտեղում ենք։ Էրդողանն այս անգամ Զանգեզուրի միջանցք ձևակերպումից խուսափեց, շատ լավ հասկանում է, որ դա նախընտրական շրջանում խոցելի է դարձնում Փաշինյանին։ Ձևակերպում է այնպես, որ Հայաստանում սովորական ընտրողը մեծ հաշվով կարող է չնկատել, որ խոսքն իր հայրենիքի, իր տարածքների մասին է։ Hürmüz Boğazı merkezli krizin de gösterdiği üzere
ortak koridor başta olmak üzere Ինչպես ցույց է տալիս Հորմուզի նեղոցի շուրջ կենտրոնացած ներկա ճգնաժամը, թուրքական աշխարհակապող տրանսպորտային նախագծերը, մասնավորապես Միջին Միջանցքը, կշարունակեն առաջնահերթություն լինել առաջիկա տարիներին։ Ամեն անգամ, երբ լսում ենք Միջին Միջանցք եզրը, պետք է հիշել, որ այն ուղիղ առնչվում է Հայաստանին, որովհետև Սյունիքով թուրքերի անխոչնդոտ անցումը դրա կարևորագույն մասն է։ Ու Փաշինյանն էլ հրապարակավ ահա թե ինչ է ասում պարբերաբար։ The Trip-Route project, together with the opening of communications between Armenia and Turkey, have full potential to become an important component of the Middle Corridor. Եթե այս նախադասությունը Փաշինյանը ձևակերպեր ավելի պարզ, ապա Վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, նիքի վատա դա։ Հիմա Ալիևի ձևակերպմամբ, որը նույնպես մասնակցել եւ ելույթ է ունեցել թուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին եւ ուղղակի չէր կարող չխոսել Հայաստանի տարածքի մասին։ Cari global geosiyasi şəraitdə orta dəhlizin əhəmiyyəti daha da artır. Reallaşmaqda olan Zəngəzur dəhlizi Ներկա համաշխարհային աշխարհաքաղաքական համատեքստում Միջին Միջանցքի կարևորությունն էլ ավելի մեծ է։ Ներկայում կառուցվող Զանգեզուրի Միջանցքը կդառնա Միջին Միջանցքի հիմնական հատվածներից մեկը։ Թուրանը եւ թուրքական աշխարհը այնպես չէ թե մշակութային կազմակերպություններ են։ Էրդողանն ու Ալիևը հետևողականորեն փորձում են թուրքական պետությունների կազմակերպության ի սկզբանե մշակութային բնույթը փոխել, ձևավորել թուրքական ՆԱՏՕ։ Ալիևն անցած տարի առաջարկեց միասին զորավարժություն անել, դեռ պայմանավորվածությունը չկա։ Էրդողանը վերջին սամիթին առաջարկեց իր տեխնոլոգիաները, ռազմական տեխնոլոգիաները։ Եվ այստեղ գլխավոր հարցը. ովքեր են միշտ եղել թուրքական ռազմական ուժի թիրախներից, զոհերից մեկը։ Filistin, Lübnan, İran, Ukrayna ve daha birçok kriz savunmamızı güçlendirmemiz Պաղեստինի, Լիբանանի, Իրանի, Ուկրաինայի եւ շատ այլ երկրների ճգնաժամերը ցույց են տալիս մեր պաշտպանությունը ամրացնելու եւ արդյունաբերական ոլորտում մեր գործունեությունը մեծացնելու անհրաժեշտությունը։ Թուրքիան պատրաստ է մեր կազմակերպության անդամների հետ կիսվել պաշտպանական արդյունաբերության ձեռք բերված փորձով, որը ձևավորվել է բարձր տեխնոլոգիաների միջոցով։ Եվ Ղազախստանից Թուրքիա ճանապարհին էլ ինչպես միշտ է անում Էրդողանը, արտասահմանյան այցերից Անկարա վերադարձին հարցազրույց է տվել իրեն ուղեկցող լրագրողներին ու հայտարարել. շարունակելու է գործել թուրքերի 100-ամյակի իր ծրագրով։ Ինչպես մեր նախնիներն անցյալում խաղաղությամբ եւ արդարությամբ ամրապնդեցին թուրքերի ուժը աշխարհում, այնպես էլ մենք հավատում ենք, որ այսօր որպես թուրքական աշխարհի ուժեղ եւ ինքնիշխան երկրներ կվերականգնենք թուրքերի ուժը, ասել է Էրդողանը։ Էրդողանի երկու կարևորագույն ուղերձները Թուրքերի 100-ամյակի եւ Միջին Միջանցքի վերաբերյալ Թուրքիայի իշխանամերձ մեդիան իհարկե ուշադրության կենտրոնում է պահել ավելի մանրամասն բացատրելով հնչած հայտարարությունները։ Cumhurbaşkanı Erdoğan'ın mesajlarından Խոսենք նախագահ Էրդողանի ուղերձների մասին։ Կան երկու կարևոր կետեր։ Türk Dünyası yüzyılı yapacağımızı söylemesi Cumhurbaşkanı Erdoğan'ın ve bir de az önce vurguladığımız Doğu Batı Orta Koridorunun önemi. Մեկը նախագահ Էրդողանի հայտարարությունն է, որ մենք առաջիկա ժամանակահատվածը կդարձնենք թուրքական աշխարհի 100-ամյակը եւ ընդգծվեց արևելք-արևմուտք Միջին Միջանցքի կարևորությունը։ Նախագահ Էրդողանը շեշտում է, որ դրա կարևորությունը, ինչպես կարող ենք հասկանալ, կշարունակի աճել։ Կշարունակենք այս միջանցքն առաջ տանել Ղազախստանի եւ մյուս գործընկերների հետ ոչ միայն ապրանքների տեղափոխման, այլև դեպի արևմուտք էներգետիկ ռեսուրսների տեղափոխման համար, ասաց նախագահը։ Նա հիշատակեց ղազախական նավթը, ասաց ուզում ենք, որ այն հասնի համաշխարհային շուկա։ Savaş esnasında ilk tıkanan koridorlar deniz koridorları. Ակնհայտ է, որ պատերազմի ժամանակ առաջինը փակվում են ծովային միջանցքները, հատկապես որ համաշխարհային առևտրի գրեթե 70%-ը իրականացվում է ծովով։ Մենք սա շատ հստակ հասկացանք ոչ վաղ անցյալում, ինչպես փլուզվեց համակարգը, երբ Հորմուզի նեղոցը, որով անցնում է համաշխարհային առևտրի, մասնավորապես նավթի առևտրի 20%-ը փակվեց։ Sistem nasıl çöktü? Şu anda dünyada oluşan
petrol açığının miktarı 1 milyar varil. Նավթի համաշխարհային դեֆիցիտն այժմ կազմում է 1 միլիարդ բարել։ Երկրները մատակարարում են այս 1 միլիարդ բարելը օգտագործելով իրենց սեփական ռեսուրսները, պահուստները, բայց հիմա դրանք եւս սպառվում են։ Բոլորը հիմա մոտենում են այն կետին, երբ պետք է հասկանալ, թե ինչ անել հետո։ Եվ համաշխարհային այսպիսի խնդրի համար թուրքերն աշխարհին առաջարկում են իրենց լուծումը։ Դրա դիմաց իհարկե ակնկալելով առավելագույնը ու լայնամասշտաբ շահեր, բայց այդ լուծումը ուշադրություն անհնար է առանց Հայաստանի տարածքի։ Այո, խոսքը Էրդողանի, Փաշինյանի եւ Ալիևի նշած միջին միջանցքի մասին է, որի կարևորագույն հատվածն են փորձում դարձնել Սյունիքը, Թրամփի ուղին։ Մանավանդ թուրքերը կարծում են, թե Ռուսաստանի տարածքով միջանցքն այժմ իրագործելի չէ։ Ne kaldı geriye? Otomatikman orta koridor kaldı. Ինչ մնաց։ Ավտոմատ կերպով միջին միջանցքը։ Սա նշանակում է, որ Թուրքիայով անցնող միջանցքները ներկայում իրագործելի են եւ դեռևս օգտագործելի։ Եվ եթե կա կարծիք, թե Թուրանը միայն պատմության գրքերում է մնացելու վերացական ինչ-որ տերմին է, ահա դրա գործնական կիրառության մեկ դրվագ, այսօրվա Թուրքիայում Հայաստանի տարածքով ծրագրված անխոչնդոտ Թրամփի ուղին ներառող նույն միջանցքի մասին են խոսում։ Bu hattın içerisindeki birçok ülke farkındaysanız Türk Cumhuriyetlerinden geçiyor. Այս գիծն անցնում է հիմնականում թուրքական հանրապետություններով, այսինքն խոսում ենք մի ցանցի մասին, որ անցնում է թուրքական պետությունների տարածքով։ Սրա զարգացումն ուր կտանի։ Doğrusu Turan ekonomik bölgesini biz oraya biliyorsunuz adını öyle koymuşlar. Turan ekonomik bölgesi diye koymuşlar. Թուրանի տնտեսական շրջան, ինչպես գիտեք, այդպես է կոչվում։ Թուրանի տնտեսական շրջան։ Այստեղ միայն ավելացնենք, որ Թուրքիայում պաշտոնապես որոշվել է դասագրքերում Կենտրոնական Ասիայի փոխարեն Թուրքեստան գրել, եւ սա միակ աշխարհագրական ու տարածքային հավակնություններով փոփոխությունը չէ։ Էգեյան ծովի անունն էլ են փոխել ու Հունաստանի հետ հիմա մեծ սկանդալ է սկսվել, որը եթե ավելի սրվի, ապա կներկայացնենք իրական Թուրքիայի հաջորդ թողարկմանը։ Հիմա դեռ մեր խնդիրների մասին։ Turan ekonomik bölgesi büyüdükçe de bundan en fazla verim kazanan ülkeler kimler? Türkler tabii. Թուրանի տնտեսական շրջանի զարգացմանը զուգահեռ որ երկրներն են ամենաշատը շահելու։ Իհարկե թուրքերը, այսինքն այս աշխարհագրական տարածքում ապրող թուրքերը։ Սա Թուրանի տնտեսական շրջանի հիմնական նպատակներից մեկն է։ Ինչ է ասում նախագահը։ Ինչ ենք անելու այս 100 տարվա ընթացքում։ Ասում է, որ դարձնելու ենք թուրքերի 100-ամյակ։ Ավելի լավ ձևակերպում չէր կարող լինել։ Եվ թուրքերը պարզ ցույց են տալիս, որ արտգործնախարար Ֆիդանի եւ հետախուզության ղեկավար Քալանի գտած լուծումը Սյունիքում ամերիկյան ներկայությամբ Թրամփի ուղին դիտարկում են միայն որպես ժամանակավոր։ Այն բավարարում է թուրքերին միայն այս պահին եւ այս փուլում չեզոքացնելու հայերի, ռուսների եւ իրանցիների դիմադրությունը թուրքական միջանցքին։ Zengezur koridorun ismini Trump koridoru diye boş boşuna koymadı. Օրինակ Թրամփը Զանգեզուրի միջանցքն իզուր չանվանեց Թրամփի միջանցք։ Նա չէր ուզում, որ ամերիկյան ընկերությունները, այդ թվում ինքը, ներգրավվեն այդ միջանցքի կառավարման մեջ, հենց այնպես Զանգեզուրի միջանցքը իրականում կլինի թուրքական աշխարհագրական տարածաշրջանը այս աշխարհագրությունը կապող ամենակարևոր օղակը։ Panama nasıl Amerika kıtasını diğer kıtalara bağlayan çok küçük bir koridor da olsa ne kadar önemli değil mi? İşte Zengezur koridoru da öyle bir şey. Պատկերացրեք Պանամայի ջրանցքի նման, այն թերևս փոքր է, բայց կապում է ամերիկյան մայրցամաքներն ու աներևակայելի կարևոր է, այնպես չէ։ Զանգեզուրի միջանցքը նման մի բան է։ Սյունիքը թուրքերի համար կարևոր է ճիշտ այնքան, որքան Հորմուզի նեղուցը եւ Պանամայի ջրանցքն աշխարհի համար։ Սյունիքը համեմատելի է Հորմուզի եւ Պանամայի հետ։ Սա է իրական Հայաստանի արժեքը, հենց թուրքերի ձևակերպմամբ, որում սակայն հայերին փորձում են դարձնել պարտված, խեղճ, զիջող, ինքնությունից ու պատմությունից հրաժարվող, որովհետև այլ տարբերակ չկա։ Կա։ Հայաստանում սպասվող ընտրությունները եւ նախընտրական քարոզարշավը շարունակում են մնալ Բաքվի ուշադրության կենտրոնում։ Եթե մի կողմից ցնծում են Փաշինյանի հայտարարությունից, թե Արցախը երբեք մերը չի եղել եւ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր, ապա մյուս կողմից խոշորացույցի տակ են պահում ընդդիմության թեկնածուներին։ Փաշինյանը ən ռեալ ալտերնատիվ ev dustaqlığında olan oliqarx Samvel Karapetyan։ Փաշինյանի ամենաիրատեսական այլընտրանքը տնային կալանքի տակ գտնվող օլիգարխ Սամվել Կարապետյանն է, որը հայտարարել է, որ իշխանությունների ներկա քաղաքականությունը Հայաստանը կվերածի Ադրբեջանի նահանգի։ Həm də Hay məmləkətinin Rusiyadan iqtisadi asıllığının Օլիգարխը նաև ընդգծում է, որ իր երկրի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից հասել է գագաթնակետին եւ դիմում է ավանդական կարգախոսների ընտրողներին ուղղորդելու համար։ Սա Բաքվի պետական հերոստալիքն է ուղղորդվում եւ
կառավարվում է ուղիղ Ալիևի կաբինետից։ Դեռ քարոզարշավից մի քանի ամիս առաջ հետևողականորեն թիրախավորում էին միայն Ռոբերտ Քոչարյանին։ Իրական Թուրքիայի նախորդ թողարկումներում մանրամասը ներկայացրել ենք, թե ինչպես։ Դրանք հասանելի են Alpha News-ի բոլոր հարթակներում։ Հիմա նաև Սամվել Կարապետյանի հայտարարություններն են քննում, բայց սա չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանին աչքաթող են անում։ Խունտաչը Ռոբերտ Քոչարյանն դաս։ Խունտայի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վերջերս լուրջ մտահոգություն է առաջացնում։ Նրա կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության գործընթացներում պայմաններ դնելը, Onların ayrılmaz hüququ kimi təqdim etməsi, Rusiya və İranla əlaqələrin gücləndirilməsinə dair çağırışları Ղարաբաղցի հայերի վերադարձը որպես նրանց անօտարելի իրավունք ներկայացնելը եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները ամրապնդելու կոչերը իրական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգ եւ կայուն խաղաղության համար։ Ստացվում է, որ Բաքվում ոչ միայն հավակնում են պահել Արցախն առանց հայերի, այլև վերահսկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Բաքվից դեմ են, որ Հայաստանը Իրանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդի։ Իրանի դեմ պատերազմի առաջին օրը Փաշինյանը եգիպտացորեն էր ուտում ուրախ ավտոբուսում։ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ հիմա էսկալացիայի փուլում են Մոսկվայից ուղիղ եւ կոշտ հայտարարություններով։ Բայց ինչու է Բաքվին պետք, որ Հայաստանը չամրապնդի հարաբերությունները Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Պատասխանը Փաշինյանից։ Հա, Թուրքիայի հետ աշխատում ենք, ժողովուրդ ջան։ Ադրբեջանցիների հետ աշխատում ենք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա, թող գնան գա, նիկի, վատա դա։ Եվ Բաքվի պետական հեռուստաալիքից հնչող հաջորդ հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչպիսի խաղաղություն է իրականում հաստատել Նիկոլ Փաշինյանը։ Cənubi Qafqazda söz sahibi Azərbaycandır. Հարավային Կովկասում խոսքի իրավունքն Ադրբեջանինն է, նախագահ Իլհամ Ալիևին է։ Եթե մյուս կողմը հրաժարվի խաղաղությունը խթանելու համար ձեռնարկված քայլերից, ապա պետք է պատրաստ լինի կրկին տեսնել Ադրբեջանի երկաթե բռունցքը իր գլխին։ Մյուս կողմը մենք ենք, հայերը։ Փաշինյանը հաստատել է այնպիսի խաղաղություն, որ Արցախում պատերազմի օրերից մինչև այսօր, Ալիևից մինչև նրա մեդիա խամաճիկ Հայաստանին սպառնում են երկաթե բռունցքով։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Հեման Մամրաշ հայ-քրդական բարեկամություն կազմակերպության համանախագահ Իրաքյան Քրդստանից։ Կարծում է, որ Թուրքիան օրեցօր թուլանում է եւ այդ պատճառով են Թուրքիայի իշխանությունները կարգավորման գործընթաց սկսել ոչ միայն հայերի, այլև քրդերի հետ։ Բայց նկատում է, որ այդ կարգավորման ճանապարհին Հայաստանի իշխանությունները, ով էլ լինի Հայաստանի իշխանություն, պարտավոր է հաշվի առնել հայերի շահերն ու իրավունքները։ Ներառյալ կորսված իրավունքները։ Հակառակ դեպքում այդ ճանապարհը ճիշտ տեղ չի տանի։ Thanks once again for visiting Armenia. Շնորհակալություն այս տարի եւս ապրիլի 24-ին Հայաստան այցելելու համար։ Ստացվում է, որերորդ անգամն եք Հայաստանում։ Կարծում եմ սա 18-րդ անգամն է։ 18 անգամ։ Ինչու։ Actually, it's a big question and it's really I love this question. Իրականում մեծ հարց է, եւ ես իսկապես սիրում եմ այս հարցը։ Քրդերն ու հայերը մտերիմ ժողովուրդներ են։ Ոմանք իհարկե ցանկանում են, որ այդպես չլինի, որ մենք հեռու լինենք իրարից, նույն ուղղությամբ չնայենք եւ չքայլենք։ People they wanted to separate them, they wanted to far from them. Բայց դա բարդ գործ է լինելու, որովհետեւ հայերը եւ քրդերը կարծես նույն արմատից լինեն։ It's hard. Ով է ուզում բաժանել հայրին եւ քրդերին։ Some people that they don't like. Ոմանք այս տարածաշրջանում համերաշխ ապրել չեն սիրում, եւ պատմությունն է պատասխանել այս հարցին։ And the history answered this question. And in the history Մենք պատմությունից գիտենք, թե ով է ցեղասպանություն իրագործել հայ ժողովրդի դեմ։ genocide the Armenian people who Ով պատրաստ չէ քրդերի իրավունքներն ընդունել եւ հարգել։ rights in their territory. Բայց հիմա ունենք կարգավորման հերթական գործընթացը, ընդ որում հայերի եւ թուրքերի, քրդերի եւ թուրքերի միջև։ Actually in the history if you look there's Իրականում եթե դիտարկենք նաև պատմությունը, կան պատերազմական բանակցություններ, կան գործարքի շուրջ բանակցություններ, վերջնագրային բանակցություններ, բայց այս բոլոր դեպքերում բանակցողները չպետք է մոռանան իրենց ժողովուրդների անցյալը։ You have not to forget the rights of your people. So if the government of Armenia want to forget everything, I think it's not right way. Դուք չպետք է մոռանաք ձեր ժողովրդի իրավունքները։ Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է մոռանալ ամեն ինչ, կարծում եմ դա ճիշտ ճանապարհ չէ։
Նրանք պետք է բարձրացնեն հայերի համար կենսական հարցերը եւ բանակցությունների սեղանին դնեն իրական իրավիճակը եւ շահերը, որովհետեւ պետությունը չի պատկանում կառավարությանը, պետությունը ժողովրդինն է։ Բոլոր մարդիկ, երեխաներից մինչև տարեցներ այստեղ Հայաստանում իրավունք ունեն հետ ստանալ այն ամենը, ինչ կորցրել են եւ ինչը գողացել են նրանցից։ Հուսով եմ բանակցություններն ինչ-որ փուլից կընթանան այս ուղղությամբ։ Եթե ոչ այս ուղղությամբ, ապա վատ կլինի այն մարդկանց համար, որոնք սկսեցին այս տեսակի բանակցություններ։ Which kind of steps are making you believe that Ինչն է ձեզ ստիպում մտածել, որ Հայաստանի կառավարությունը կարող է հետ քայլ անել հայկական շահերից։ I don't have all of the details, the negotiation between them, but I'm sure that if you wants to close your eyes about the land, if you close your eyes about the rights of your people, it means that you are step by step coming. Բանակցությունների բոլոր մանրամասներին չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ եթե դուք ուզում եք աչք փակել հողի կորստի, ձեր ժողովրդի կորսված իրավունքների վրա, ապա նշանակում է, որ քայլ առ քայլ հեռանում եք ճիշտ ուղուց։ But it doesn't mean that you sell all of the things without empty hands. Երբեմն պետք է քո պահանջների մասով իջեցնես ձայնդ, երբ խոսքը հասնում է մարդկանց կյանքերին, բայց դա չի նշանակում, որ պետք է վաճառես ամեն ինչ ու մնաս դատարկաձեռն։ Հուսով եմ, որ Հայաստանի բանակցային թիմը շատ զգայուն կլինի։ Հատկապես հաշվի առնելով, որ բոլոր կուսակցությունները, քաղաքական թիմերը հիմա կանգնած են իսկապես մեծ հարցի առաջ։ Սպասվում են ընտրություններ եւ փաստացի որոշվելու է նաեւ, թե ովքեր կլինեն հողի պաշտպանները, ժողովրդի իրավունքների պաշտպանները։ Ընտրողները կտան այս հարցի պատասխանը։ The big question for all the parties, who will be the protector of the land, protector of the rights of the people. So the votes answer this question. Do you believe that Հավատում եք, որ Թուրքիան ուզում է խաղաղ ապրել Հայաստանի հետ։ They have to live in peace with Armenia and with all of the nations that they. Նրանք պետք է խաղաղ ապրեն Հայաստանի, իրենց բոլոր հարևանների, այս տարածաշրջանի եւ Թուրքիայի տարածքի բոլոր ժողովուրդների հետ։ Բայց մենք տեսանք, թե ինչ արեցին Արցախում եւ հավակնություններն էլ չեն թաքցնում։ Then they will lose their power. Why now that the government or the leaders, political leaders in Turkey now, they are starting the peace negotiation with the Kurds. Այդ դեպքում կկորցնեն իրենց իշխանությունը։ Ինչու են հիմա Թուրքիայի կառավարությունը կամ քաղաքական առաջնորդները խաղաղության բանակցություններ սկսել քրդերի տարբեր ժողովուրդների հետ։ Գիտեն, որ այս տարածաշրջանում, այսինքն Միջին Արևելքում եւ ընդհանրապես աշխարհում լարվածության եւ փոփոխությունների փուլ է։ Նրանք վախենում են, որ այդ փոփոխությունները կարող են հասնել Թուրքիային։ Նրանք հասկանում են, որ զինված բախումները ծախսատար են։ Միլիարդավոր թուրքական լիրաներ են կորցրել քրդական աշխատավորական կուսակցության դեմ մարտերում։ Many billion Turkish lira. They lost in the fighting with PKK. They fight in the fighting with anywhere. If this kind of money using in the development. Եթե այդ փողը օգտագործվեր զարգացման համար, ինչպիսին կլիներ կյանքը Թուրքիայում։ Բայց տեսեք, թե ինչ վիճակում է Թուրքիայի տնտեսությունն այսօր, նաև Իրանի, այլ երկրների տնտեսությունները, որոնք պատերազմների մեջ են։ Այսպիսով դուք չեք հավատում, որ Թուրքիան տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է, կարծում եք, որ Թուրքիան ունի իր թույլ կողմերը։ Of course, day by day going to the weakness. That's why he's touching the sensitive situation which is Kurdish. Իհարկե, օրեցօր թուլանում է։ Ահա թե ինչու են հիմա անդրադառնում ամենազգայուն քրդական հարցին։ Տարիներ առաջ նրանք քրդերին անգամ ազգ չէին համարում։ Ասում էին լեռնային թուրքեր են։ Նույնիսկ քրդերեն լեզուն չէին ընդունում։ Քրդական ռադիո, քրդական թերթեր չկար, բայց քայլ առ քայլ նրանք հասկացան, որ դեպի սխալ կողմ են գնում։ Հիմա իհարկե չեն ուզում ասել, այո, մենք լիովին սխալվում էինք։ They understand that it's wrong. But they don't want to say yes, totally we are wrong. They would like to matching themselves with the process, to not losing their power. Բայց արդեն փոխում են գործելավոճը իրենց իշխանությունը չկորցնելու համար։ Քրդերն էլ իրենց կողմից պետք է ոչ թե զենք բարձրացնեն Թուրքիայում, այլ իրենց ձայնը Թուրքիայի խորհրդարանում։ Թուրքական հարցի հիմնական եւ մեծ լուծումը կարող է լինել դաշնային կամ կոնֆեդերատիվ համակարգը։ Turkish issue, it's the federal system.
or confederal system in one. Թուրքիան կարող է տարածաշրջանային ուժ լինել ոչ թե մարդկանց սպանելով եւ բանտեր նետելով։ Դա բոլորովին էլ չի նշանակում ռեգիոնալ գերտերություն լինել, այլ ճիշտ հակառակը, համագործակցելով եւ հարգելով իրենց առաջ կանգնած ժողովուրդների եւ պետությունների իրավունքները։ Նրանք պետք է տեսնեն պատմությունը։ Ոչ ոք, ոչ մի պետություն հաջողության չի հասել մարդկանց սպանելով եւ բանտ նետելով։ Regional power in different way, not for the killing people and putting the people in the jail. That's not meaning the regional power. They have to look the history. Nobody succeed by the killing and putting people in the jail. Միացյալ Նահանգների նախագահը հայտարարություն արեց Իրաքի քրդերի մասին, ասաց ակնկալում էր, որ կօգնեն իրեն Իրանի դեմ, որ որոշ տեխնիկա է ուղարկել, բայց քրդերը չօգնեցին եւ կվճարեն դրա համար։ Ինչպես կարձագանքեք։ We have a really sensitive location between Iran and Israel and United States. Մենք ունենք շատ զգայուն դիրք Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև։ Իրաքյան Քրդստանի եւ Իրանի միջև ավելի քան 1000 կիլոմետր սահման ունենք։ Եվ Քրդստանի եւ Իրանի միջև տնտեսական շարժը իսկապես կարեւոր է մեզ համար, մարդկանց սննդի, ամեն ինչի համար։ Մյուս կողմից կարծում եմ, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այնքան թույլ չեն, որ քրդերի օգնության կարիքն ունենան։ Գուցե նրանց քրդերի օգնությունն էր պետք, բայց Իրանի քրդերի։ I think United States and Israel they are not like that weak to need Kurdish people help. Maybe they needed Kurdish help, the Kurdish from Iran, they asked them to make a raise. Գուցե նրանք խնդրել են նրանց ապստամբություն բարձրացնել, բայց ինչ եւ ինչու պետք է անեն Իրաքի Քրդստանի քրդերը։ Ինչու պետք է հրթիռներով հարձակվեն Իրանի վրա։ Նրանք մեր հարևաններն են, այնպես որ նրանք պետք է որ գործ ունենան Իրանի քրդերի հետ, Իրանի ներսում գտնվող ժողովրդի հետ։ So they have to deal with the Kurds in Iran. They have to deal with the people inside Iran. Why the people? Ինչու Իրանի ներսում գտնվող ժողովուրդը եւ քրդերը չբարձրացրին իրենց ձայնը Իրանի ղեկավարության դեմ։ Okay. If you look Iran, it's not a small country. And the Kurdish people there, it's a small minority if you compare between the other nations. Իրանը փոքր երկիր չէ, իսկ քրդերն այնտեղ փոքրաթիվ են, եթե համեմատենք մյուս ազգերի հետ։ Մենք ունեցանք փորձառություն 1979-1982 թվականներից, երբ շահից անցում կատարվեց Իսլամական Հանրապետության։ Քրդերը եւ այլ ժողովուրդներ պաշտպանում էին իրենց տարածքները եւ ձգտում էին ինքնավարություն ստեղծել։ Բայց Իրանն իրականում ավելի ուժեղ էր, քան այդ փոքր ժողովուրդները, եւ ոչ ոք չպաշտպանեց քրդերին այն ժամանակ։ So nobody protect Kurdish people there. Բացի այդ Իրանի մայրաքաղաքում անգամ ապստամբություն չեղավ։ Ահա թե ինչու կարծում եմ քուրդ ժողովուրդը, ընդգծեմ, սա իմ կարծիքն է, սպասել է, որ Իրանի ներսում մյուս ազգերը ինչ որ բան անեն, եւ եթե հնարավորություն լինի, միանան նրանց։ I think they waited for the other nations inside Iran to do something, and if there's a possibility, and join with them. Turkey, Erdogan, Fidan. Թուրքիան, Էրդողանը, Ֆիդանը վախենում են, որ կդառնան Իսրայելի հաջորդ թիրախը։ It's not belief, it's the plan of Netanyahu. He showed to all the world that the new map of the territory. Դա Նեթանյահուի ծրագիրն է։ Նա ամբողջ աշխարհին ցույց տվեց նոր քարտեզը, եւ կարծում եմ այդ մարդիկ տեսան, թե որտեղ է գտնվում իրենց երկիրը այդ քարտեզի վրա։ Նրանք ճանաչում են միմյանց, նրանք գիտեն միմյանց անձնապես։ Գուցե սա վախ է Իսրայելից, Նեթանյահուի անձի պատճառով։ Maybe this kind of afraid of Israel coming by the personality of Netanyahu. Will Turkey be able? Թուրքիան կկարողանա դիմակայել այնպես, ինչպես Իրանը։ No, different. The mentality of the people inside Turkey is different. Yeah, the culture in Turkey is different, and the economy of the Turkey is. Ոչ, Թուրքիան տարբեր է։ Թուրքիայի ներսում մարդկանց մտածելակերպը տարբեր է։ Թուրքիայի մշակույթը տարբեր է, եւ Թուրքիայի տնտեսությունն է տարբեր։ Աշխարհաքաղաքական առումով Թուրքիայի դիրքը տարբեր է։ Թուրքիան գտնվում է Եվրոպայի սահմանին մի կողմից եւ Ռուսաստանի սահմանին մյուս, եւ կա նաեւ արաբական երկրների գործոնը։ Այնպես որ կարծում եմ Թուրքիայի առաջնորդները գիտեն սա։ Նրանք ունեն իսկապես զգայուն վայրեր, զգայուն տարածքներ, զգայուն հանգամանքներ Թուրքիայի ներսում։ Ահա թե ինչու, թեև ոչ ոք չէր հավատում, որ մի օր Թուրքիայի առաջնորդները կհավաքվեն մի սենյակում, կնստեն տարբեր ազգերի, հատկապես քրդերի հետ, կխոսեն քրդական մշակույթի, քրդական լեզվի, քրդական հարցի մասին, բայց այդ օրը եկավ։ Together sit with the different nations, especially with the Kurds,
talking about the Kurdish culture, Kurdish language, Kurdish issue. Մի ժամանակ նրանք կարգախոս ունեին՝ մեկ դրոշ, մեկ լեզու եւ մեկ երկիր։ Հիմա ասում են՝ ոչ, Թուրքիայում շատ լեզուներ կան։ One language and one country. But now they say no, there's many languages in Turkey. Now they allowed for different things that before that it's really forbidden and they kill some. Հիմա նրանք թույլատրում են տարբեր ազատություններ, որոնք նախկինում իսկապես արգելված էին։ Հիմա ավելի բաց են։ Կարծում եմ, որ եթե նրանք ավելի բաց չլինեն, կրկին կվերադառնան զրոյական կետին։ Again, they came back to the 0 point. Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ So much. Thank you. Շնորհակալ եմ։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալ ենք ուշադրության համար։